կարծում եմ շատ կարևոր նախաձեռնություն է, բայց իմ կարծիքով մի փոքր ուշացած, ինձ թվում է, որ այս բոլոր ուրեմն օրինազանցությունները, որ մի փաստաթղթի մեջ հավաքվել են, լավ կլիներ, որ ժամանակին դրանցից յուրաքանչյուրի համար ներկայացվեր դատախազություն, ուրեմն հայց, եւ դրա իմաստը նա է, որ եթե մերժում են, թող շաբաթը մեկ մերժեն, թող ամեն անգամ մերժեն, ամեն անգամ ուրեմն հայցը ներկայացվի եւ պատասխան չստանա եւ այդպես հավաքվի, այսպես ասած, մի դոսիե։ Բայց այսուհանդերձ կարծում եմ շատ կարևոր է եւ ես եթե միանալու հարց կա, կմիանամ այս փաստաթղթին։ Ինձ թվում է սրա հետ պետք է լինեն նաեւ մի քանի այլ փաստաթղթեր, իմ կարծիքն եմ հայտնում, չգիտեմ որքանով ընդունելի կլինի։ Առաջինը պետք է ինչ-որ այս դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին մի տեքստ կազմվի եւ ներկայացվի բոլոր միջազգային կառույցներին, դեսպանատներին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին եւ մյուս բաներին, որպեսզի իրենք տեղյակ լինեն, որ այս հարցում եղել է որոշակի քաղաքական ուրեմն համախմբում եւ այդ համախմբման արդյունքում իրենց եւս տեղյակ է պահվում այս մասին։ Երկրորդ տեքստը, որ անհրաժեշտ են համարում եւ կարծում եմ լավ կլինի, որ լինի, դա այս նույն տեքստը, որը շատ երկարաշունչ է եւ գիտեք, ես միշտ նաեւ խմբագիր աշխատած ժամանակներում շատ մի տեսակ դժվարություն եմ ունենում իրավաբանական տերմինոլոգիայով հագեցած տեքստերի հետ, դրանք դժվար են մարդիկ կարդում, լավ կլինի այս նույնը 1.5-2 էջի սահմաններում վերաշարադրվի մարդկային լեզվով եւ հանրությանը մամուլի միջոցով տարածվի այդ ձևով եւ կարծում եմ ապագայում էլ էլի ինչ-որ հարցեր կան, որոնք այս տեքստի մեջ չտեսա, գիտեք, անցած Կիրակի օրը ես վերադառնում էի Սյունիքից, այդ մոտավորապես ժամերով են ժամներ, երբ որ վարչապետը գնացել էր Խաչիկ գյուղի եկեղեցում պատարագի, ամբողջ ճանապարհը սկսած Արենի գյուղից մինչև Երևանի մուտքը, Երևանում արդեն մի քիչ ավելի շատացավ երթևեկությունը, երևի չնկատեցի ինչ է կատարվում, ամբողջ ճանապարհին կանգնած էր ուրեմն այս բարեկային ծառայության մեքենաները, որոշակի հեռավորության վրա կանգնած էին ոստիկաններ կամ պարեկներ, չգիտեմ, համազգեստավոր մարդիկ, սա որոշակի ծախս է, որը պետությունը անում է միայն մի մարդու քմահաճույքի համար, որ ինքը պետք է գնա պատարագի։ Ես կարծում եմ այս հարցը եւս, չգիտեմ դրա իրավական ճանապարհները ոնց է, պետք է դարձնել քննարկման առարկա, պետք է դիմել որոշակի մարմինների եւ պահանջել, օրինակ ես եթե գնում եմ պատարագի, ես պետական բյուջեից ոչինչ չեմ վերցնում։ Դուք էլ կարծում եմ դեզանից յուրաքանչյուրն է։ Ինչի պետք է մի մարդ, որ իրան հրճակում է իբր թե հայ առաքելական եկեղեցու հետևորդ, լավ է անում, հետևորդ եղի, չեմ ասում ինչ օրենքներ է խախտում, բան դրա մասին այս բանին չեմ խոսում։ Ինչ ես այդ ահռելի միջոցները մեր հաշվին օգտագործում։ Սա կարծում եմ նույնպես եւ ահռելի միջոցներ օգտագործելու բազմաթիվ փաստեր կան, բազմաթիվ այլ դեպքեր կան, որոնց կարելի է հետևել եւ բանանել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր միջոցառում է, շատ կարևոր նախաձեռնություն է եւ պետք է հնարավորին չափ արագ ընթացք ստանա եւ որտեղ մեզ կարծում եմ նկատի ունենալով այն ամբարտավանությունը, այն լկտիությունը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում է միայն իրավական լուծումները, իրավական ճանապարհը եւ իրավական ճանապարհով պետք է կարողանալ կարգավորել նաեւ քաղաքական հարցերը։